Հրասրաս ուրեմն աննախադեպ եթեր հենց նոր լսեցի Նարեկ Կարապետյանի ելույթը, ինչպես ժողովուրդն է ասում, չամիչով բուլկի ելույթը, որտեղ ինքը քլնգում էր ուրեմն բանը DJ Vance-ի թարգմանությունը, այն որ ասում է DJ Vance-ը լրիվ ուրիշ բան էր ասում է իսկ պրոիշխանական բաները այդ թարգմանիչը լրիվ ուրիշ բաներ թարգմանում, ասում է, այս ինչ խայտարակություն է։ Հա, ու սենց անում Նարեկ Կարապետյան, ասում է, հենց նոր ասում է լսեցի ու հենց նոր մեզ ծախեցին Amazon-ին։ Նախ չամիչով բուլկի ջան։ Այն որ դուք 30 տարի մեզ ծախել էիք Wildberries-ին որպես ռասական դուքյանի, էդի հեչ, հիմա այս բաները արդեն մեջ, հա։ Լավ, էդի մի կողմ դնենք։ Ուրեմն ես էլ լսեցի, հետաքրքրվեցի այդ բրիֆինգը մատ լսեցի DJ Vance-ի։ Ուրեմն ինքը որ խոսում է, հետո թարգմանիչը, իդեպ թարգմանիչի ձենը շատ էր նման բանին, Հմեկի Պետրոսի ձայնին, հա։ Թարգմանիչը սկսեց թարգմանել, ասում է, ուրեմն DJ Vance ասում է, որ նա բանը շատ շնորհակալ է Հայաստանի Հանրապետությունից, նա խոնարհվում է Նիկոլ Փաշինյանի դեմ, նա ընդհանրապես վախենում է Հայաստանից, որովհետև Հայաստանը ունի 48 հատ ատոմային ռումբ եւ 600 միլիոն հատ ուրեմն Սուզանավ ու Հայաստանը այս պահին որպես գերհզոր պետություն է համարվում ու ես եկել եմ Հայաստան, որ ասենք վախից ուղղակի որ ձեր մեծարգո վարչապետը ինձ հանկարծ չչրփի։ Ես մենակ դրա համար եմ եկել, շնորհակալություն, հաջողություն, խոնարհվում եմ, ծապտվեք արա, հա, sense բաներ է խոսում։ Հմեկի Պետրոսի ձենն էր, հա։ Իսկ բանը չամիչով բուլկին ասում են լրիվ սուտ է խոսում, լրիվ ուրիշ բաներ են մարդը ասել, հասկանու։ Ես էլ ասի մի հատ ես էլ լսեմ, ինքս էլ լսեմ, собственноручную, ու հասկանամ այս մարդը ինչ է ասել, ահա, խնդրեմ։ First Vice President of the United States to visit this beautiful country. Ուրեմն ինչ ասում ես մարդ։ Այս մարդ ասում է, արա ես вообще չգիտեի Հայաստանը ինչ է, ես вообще չէի ուզում գայի ցել մոտ, ես տենց երկրի մասին вообще չգիտեի, չեմ մանեմ, հասկանու։ Ուզում եի ասում մտնեի միջև Բաքու գնալ, ասեմ մոթել է բանակը մտնեմ Լուլուի Ալփիի հետ մի քիչ լկստվենք, բան այդամ Բաքու։ Оказывается, ստեղը երկիր կա ասում է, բայց ասում է ես ձեզ вообще ասում է չեմ չգիտեմ ձեր մասին ասում է։ 3 հայ կա որի մասին ես գիտեմ, այդ մեկը բանն է, ուրեմն Վագն Ալեքսանյանը, որի վրա ես պատպիսկա եմ եղած։ Այն էլ ինչի համար, որովհետև ես այդ ժամանակին Օբամայի վաղ որ ծառայում եմ, առանց Ռուսիկ Մայկայի ծառայում։ Երկրորդ հայը այդ Մգեր Արմենյանն է, որի երկրից զզվում եմ, բայց դες լսում եմ ստիպված։ Երրորդ հայն է Նանա Հակոբյանը, որի Instagram-յան էջին էլի follow եմ եղել, բայց մենակ մի բան է համար, որ լավ չիներեն խոսալ սովորեմ։ Այդքան բան ասում, ապաստալնում прекрасная маркиза ասում, հենց սիկտիր վեկարա, այս տենց էլ ասեց։